Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետազոտական վարժարանի 2025 թվականի շրջանավարտները ավագ դպրոցին հրաժեշտ տալուց առաջ մասնակցեցին տարեվերջյան ուսումնական ժամերգության։ Մալաթիա Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում նրանք հոգևոր երգեր, շարականներ երգեցին։ Բլեան դպրոցի հետազոտական վարժարանի 2025 թվականի 12-րդ դասանի շրջանավարտներն էին, բոլորը 140 եւ ավելի պատանիներ, ովքեր այսօր իրենց եկեղեցում, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, Սուրբ Երրորդություն եկեղեցում, որպես ուսումնական ժամերգություն, իրենք հաստատում են, որ իրենք այն մշակույթն են կրել փոխանցել, որովհետև մեր եկեղեցին նաև մեր մշակույթն է, եւ ուսուցումը ուղղված է եղել բուն իր նպատակին։ Ես փառավորված եմ, ես տպավորված եմ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում վաղ տարիքից են շարականներ երգում։ Յուրաքանչյուր ուրբաթ աշակերտները, ուսուցիչները, ծնողները ուսումնական ժամերգության են մասնակցում։ Հայրենագիտության ճամփորդությունների ժամանակ հոգևոր երգեր են հնչեցնում գործող ու խոնարհված եկեղեցիներում։ Շատ մեծ դեր ունի հոգևոր երաժշտության ուսուցումը եւ այն անցնում են դեռևս սկսած առաջին դասարանից, որովհետեւ հոգևոր երաժշտությունը դա ընդհանրապես շարական երգել չէ, այլ նաեւ հոգևոր դաստիարակություն է երեխաների մոտ սերմանում։ Մենք նախքան շարականը անցնելը երեխաների հետ նրանց բացատրում ենք շարականի մասին, բացատրում ենք դրա կարևորությունը, որ այն ցնծություն է, ուրախություն է, վեհություն է, այնտեղ չկա ագրեսիա եւ այն ուղղություն է դեպի ուղղորդում է մեզ դեպի Աստված։ Շատ եմ կարևորում նախկրոնական ուսմունքի դերը աշակերտի կյանքում, որովհետեւ ես ինքս հայրենադարձ լինելով շատ մոտ եմ եղել միշտ կրոնին, ու ուզում եմ կարևորենք այն հանգամանքը, որ պարբերաբար դպրոցի հետ միասին աշակերտները մասնակցում են նման ժամերգությունների, շարականներ են սովորում ու նաեւ սովորում են թե ինչ արժեք ունի, ինչ իմաստ ունի ամեն մի շարականը։ Ու նաև խոսեմ ընթացքից, որ ինձ համար շատ կարևոր էր, որ թե խմբային, թե անհատական մոտեցում էր տրվում ուսուցիչների կողմից, որովհետև այնպես չի, որ խմբում բոլորս տենց երաժշտական մեծ տաղանդ ունեինք, բայց նվիրված ու հոգատար աշխատանքի շնորհիվ ունեցանք այսօր այս հաջողությունը։ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Զաքարիա Քահանա Անանյանը շրջանավարտների օրհնության կարգ կատարեց։ Միասին կարդացին Ներսես շնորհալու հավատով խոստովանի աղոթքը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։